եթերներ եւ այսպես տարի սկսվեց Նիկոլ Փաշինյանը գնաց եւ կարծում տեսել եք հայտարարությունները նախ երեք ինքը իր տիկինը քվականները որոշ բանում էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էին Անուշաբան Ժանկոչյանի իրականացրած պատարագի միաժամանակ մարտաճարում վեհապարի օրհնությամբ, վեհապարի գլխավորությամբ հայրապետական պատարագ էր, հազարավոր մարդիկ այնտեղ էին աջակցություն եւ նաեւ խորհրդի օրվա խորհրդով պայմանավորված ու ինչ ասում Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում Հիսուս Քրիստոսի մենակ թողնելու համար Նիկոլ Փաշինյանը ամաչուն անգամ ասեմ վեհապարի մասին խոսում է այլևս հերձված ասելով սա հայտարարություն է Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ մոտավորապես հայ առաքելական եկեղեցում արժանապատի մեկ հոգևորականների կողմից աղանդավորական ծիսակարգեր են իրականացում, իրենք լինելով այդ ամենի կրողը ու դե տեսակ առաջին օրն էլ 10 տիրադարները կառավարական տանն էին, երբ Փաշինյանը գլուխներին կանգնել էր ու նայում էին ինչպես նրանք ստորագրում ինչ-որ փաստաթուղթ համեցեք։ Տեսեք, բնականաբար ինչպես եւ կանխատեսելի էր, տարին սկսվեց հերթական պղծությամբ, մենք տեսանք Կիրակի օրը Սուրբան եկեղեցում լրագրողների վրա գղկացող, հա, նիկոլականներ, որոնց երևի խաշ էին կերցրել, բերել էին զաստավիտով պատարագի, գիտեք, ես երբեմն ուղղակիորեն ես անընդհատ փորձում եմ չզարմանալ, ես անընդհատ փորձում եմ շոկի չենթարկվել, հասկանալով, որ նիկոլական սեկտայից ամեն ինչ սպասելի է, բայց հասուն տղամարդը լրագրողի հարցին ի պատասխան շուռ է գալիս եւ բարձրախոսի մեջ բղկում է, հասկանում եք, այդպիսի բան որևէ տրամաբանությամբ հնարավոր չէ պատկերացնել։ Ես հասկանում եմ, որ այդ սեկտան կրթական լրջագույն ցենզ, ցածրագույն ցենզ ունեցող մարդիկ են։ Ես հասկանում եմ, որ այնտեղ գրագիտության, ինտելեկտի, ես չգիտեմ, կրթվածության մասին խոսք լինել չի կարող, բայց լինես այդքան, չգիտեմ, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել, այդքան կենթանի, որ ուղիղ եթերում բղկաս ի պատասխան լրագրողի հարցի, բնականաբար դա կարող է լինել միայն այս իշխանությանը սատարող սեկտայի ներկայացուցիչը եւ այսպես մենք տեսանք, որ նախորդին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը իբր եկեղեցին բարենորոգելու իր ծրագիրը, կրկնում եմ, դա սահմանադրության կոպտագույն խախտում է, որովհետև Հայաստանի սահմանադրության մեջ հստակ արձանագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ իշխանությունը երկիրը ղեկավարող կուտոկը, ով էլ որ լինի, իրավունք չունի խառնվելու եկեղեցու ինքնավար գործերի մեջ, բայց զարմանալ, որ այս իշխանությունը հերթական անգամ քացուտակ է տալիս Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք չէ, մենք ընդամենը պիտի ոչ թե հերթական անգամ post factum հետահայաց արձագանքենք իշխանության քայլերին, այլ փորձենք պաշտպանել մեր եկեղեցին, ինչու, որովհետև սա համաշխարհային process է, մենք տեսնում ենք, որ արևմուտքը տոտալ ուրեմն պատերազմ է հայտարարել ուղղափառությանը եւ մենք տեսնում ենք, որ այս նույն կռիվը եկեղեցիների դեմ տեղի է ունեցել Վրաստանում, տեղի է ունեցել Մոլդովայում, տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ Ուկրաինայում եւ հիմա էլ տեղի է ունենում Հայաստանում 18 թվականից, երբ որ հերձվածողների մի խումբ հիշում ենք, չէ, մեկն էլ սենց ինչ որ այդ հերձվածողներից բարձրացել էր նոր Հայաստան, նոր հայրապետ սրբապիղծ այդ շարժման անդամներից մեկը բարձրացել էր գմբեթի վրա եկեղեցու, այնտեղից փորձում էր փոկել խաչը եւ ինչ որ մի երկաթե վարդ տեղադրել այնտեղ, սա կոնկրետ Նիկոլի անձնական պայքարը չէ եկեղեցու դեմ, սա այս իշխանությանը թելադրված պայքարը եւ այստեղ ես նորից դիմում եմ վեհապարին եւ ակնկալում եմ, որ
10 հերձվածողները, 10 եպիսկոպոսները, որոնք միացել են այս հերձվածողական շարժմանը եւ դարձել են այս շարժման բոլտերը, շուրուփները, նրանք պիտի կարգալույծ արվեն։ Ինչու միջև հիմա կարգալույծ արված չի Կճոյանն Company-ն, այնտեղ տարբեր բոտեքս արած սրբազաններ, տարբեր կասկածելի կրիմինալ պատմություններով հանրահռչակված սրբազաններ, թեմերի առաջնորդներ, տարբեր կճոյաններ, որոնց վրա մշտապես առաջի քար նետողը եղել է լրագրող, այնուհետև падգամավոր, այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վեհափառ։ Մեզ համար հասկանալի չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ Սուրբ Ծննդյան տոնից առաջ կաթոլիկ եւ առաքելական եկեղեցու աշխարհում կաթոլիկ եւ առաքելական եկեղեցու 15 բարձրաստիճան հոգևորականներ, նրանց մեջ Նյու Յորքի arczepiskopos Թիմոթի Դոլանը բաց նամակով պաշտոնապես դիմել են Հռոմի Պապին։ Ես այս ուղերձը շատ կարևոր եմ համարում, որի տակ կրկնում եմ ստորագրել են աշխարհի կաթոլիկ եւ առաքելական եկեղեցու ազդեցիկ հոգևորականներ եւ Հռոմի Պապից խնդրել են միջնորդել, որպիսի անհապաղ ազատ արձակվեն Բաքվում պահվող 23 ռազմագերիները եւ շատ կարեւոր է, որ թե Թիմոթի Դոլանը, ինչպես նշեցի, աշխարհի ուրեմն կաթոլիկ հոգևոր բարձրաստիճան հոգևորականներից մեկը, ինչպես մյուս 15 հոգևորականները իրենց ուղերձում, իրենց նամակում ուղված Հռոմի Պապին մանրամասն նշել են, թե ինչ դաժան վերաբերմունքի եւ ինչ վանդալիզմի է արժանանում քրիստոնեական հավատը, քրիստոնեական կոթողները Ադրբեջանում եւ անհապաղ պահանջել են Հռոմի Պապին բարձրացնել իր ձայնը, որպիսի 23 ռազմագերիները ազատ արձակվեն եւ ամփոփել են իրենց նամակը հետեւյալ պարբերությամբ. ճանաչելով Հռոմի Պապին, մենք գիտենք, որ ինքը շատ դեպքերում կարող է այս մասին չբարձրաձայնել, բայց իմանալով իր աշխատավոճը, մենք գիտենք, որ նա անպայմանորեն այս խնդրին անդրադառնալու է, հուսանք, որ այդպես կլինի